Պետավորների գործողությունների հետ կապված մի 30-40 հոգով падգամավոր էին ծեծում, մեկի աչքն էին հանում, ինչ եք արել այս գործում։ Չեք տեսել մեր հայտարարությունը։ Երևի թե չեք տեսել, որ այսպիսի հարց է տալիս։ Հայտարարություններ անում եք, գործողություններ հստակ ինչ եք անում։ Ինչ գործողություններ կներեք, էլի քանի որ բոլորը այսպիսի հարցեր են տալիս, հիմա կուզենամ ձեզանից հասկանալ, դուք որպես քաղաքացի եւ որպես լրագրող, ինչ գործողություն եք Չեք տեսել հայտարարությունը նորից եմ ասում։ Շատ ուրեմն շատ տեսել հայտարարությունը։ Կներեք, մի վարքան կներեք այս հարցին պատասխանեմ, հետո մնացել այլ հարցերին։ Ճիշտ ասած, շատ մանիպուլյատիվ է այս հարցերի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության վերաբերյալ ամբողջ մեդիա դաշտում, իհարկե ոչ ամբողջ, բայց ընդհանուր առմամբ մեդիա դաշտում եւ հանրային գործիչների որոշ գործիչների կողմից արվող այսպես հա ընդհանուր տարածվող տեղեկատվությունը Որովհետև օրինակ հենց այդ դեպքի հետ կապված մենք հայտարարություն ենք տարածել եւ ցավոք սրտի տարօրինակ է երբ անձինք օրինակ հա տեղեկանալով հայտարարության վերաբերյալ մեզ օրինակ գալիս են եւ մեղադրում են այն բանում որ դուք որևէ հայտարարություն հարցի վերաբերյալ չեք իրականացրել էլի ձեզ չի մտահոգում որ ձեր հայտարարությունները գործնականում ոչինչ չեն փոխում իսկ կներեք մարդու իրավունքների որ պաշտպանի հայտարարություններն եք դուք համարում որ գործնականում որևէ բան են փոխել մարդու իրավունքների պաշտպանները Կներեք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարծես թե նաև մեր հանրային ընկալումներն են սխալ եւ ուրախ կլինեմ մենք վերաբերմունք չի ձեր կներեք թույլ տվեք պատասխանել ձեր հարցին հարգելի լրագրող թույլ տվեք պատասխանել ձեր հարցին Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները խնդրում եմ նախ ուսումնասիրել նոր դրանց բացակայության վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտել առաջնահերթ սա բոլորին կխնդրեմ կոնկրետ դեպքի առնչությամբ կոնկրետ դեպքի վեհապարի հետ կապված մենք հայտարարություն չենք տարածել որովհետև ես նորից նշեցի հարգելիներս ես չեմ այն կներեք ես այն իրավասու մարմինը չեմ որը պիտի այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտի ես նորից նշեցի իմ իրավասությունը Հայաստանում բոլորի կրոնական համոզմունքները հավասարությունը երաշխավորելն է եւ այնպիսի միջավայր ձևավորելն է որպեսզի բոլոր կրոնական համոզմունքներ ունեցող մարդիկ իրենց անվտանգ զգան այդ միջավայրում հիմա կոնկրետ դեպքի հետ կապված մենք տարածել ենք հայտարարություն ընդ որում դատապարտել ենք ոչ միայն տվյալ պարագայում ընդհանրապես ուժի կիրառման հետ կապված հարցը այլ падգամավորների մասով ազատությունից զրկման հետ կապված գործիքակազմերը որովհետեւ դա դատապարտել ենք ոչ թե առաջին անգամ, այլ արդեն որերորդ անգամ եւ հենց դա է պատճառը, որ այդ հայտարարության տեքստում դա դիտարկել ենք շատ խնդրահարույց եւ նորից հորդորել ենք մշակել պատշաճ գործիքակազմեր խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե դուք այդ ամեն ինչ անում եք, ինչու են քաղաքի տարբեր հատվածներում եւ սոցցանցերում շարունակ հայտնվում գրություններ, որ փնտրվում է մարդու իրավունքների պաշտպանը։ Ես այս հարցին տարբեր ժամանակահատվածներում պատասխանել եմ, իմ պատասխանը չի փոխվել։ Կներեք, կներկայացնեք բովանդակային առումով ինչ չենք արել բովանդակային ոչ թե պարզապես վերացական որ փնտրեք մի գրությունները կարևոր չեն վերացական չէ բովանդակային կոնկրետ կասեք օրինակ որ հարցի վերաբերյալ ինչ պիտի անենք եւ չենք անել եւ ես ես պատասխանեմ այդ բայց հենց նոր դրա վերաբերյալ ենք խոսում հենց նոր խոսում էի դրա վերաբերյալ մեր հայտարարության մասին կներեք ներողություն ունեք հարցեր մենք հենց նոր խոսում ենք այդ հարցի վերաբերյալ են վեհապարին, ասենք նորմալ է, որ կարող են, ասենք մի խմբակ որևէ թիրախավորում բնականաբար նորմալ չէ ոչ վեհապարին, ոչ ցանկացած այլ անձի եւ բնականաբար դրա վերաբերյալ ես նաեւ տեսակ ազգային ժողովում հրապարակային խոսեցի, որ այստեղ անձերն էլ արդեն կապ չունեն, այստեղ ընդհանրապես երևույթը կապ ունի եւ որևէ անձի թիրախավորում, լինի դա մարդու իրավունքների պաշտպան, լինի դա վեհապար, լինի գործադիր իշխանության ներկայացուցիչ օրենսդիր կամ ցանկացած այլ քաղաքացի խնդրահարույց է